Ողջունում եմ բոլորիդ եւ նախաձեռնությունը պարոն Ղազարյանի եւ հասարակական կազմակերպության կողմից նույնպես իմ ելույթս թող դες համար չլինի ելույթ, այլ միասին մտքերի, այսինքն կիսվենք մտքերով, դա դոգմա չի իմ ասածները լինելու, բայց սա իմ կարծիքն է, որ 70 տարի է այս գեղեցիկ մեր սպորտի մեջ ենք, այս էլ մեր կյանքն է, հետ քայլել միշտ սխալ է, մենք պետք է առաջ քայլենք, բայց ինչ որ մենք ունեցել ենք ժամանակին, լավը պետք է մենք հետներս տանենք առաջ, դա իմ կարծիքն է, առաջի հերթին ես ուզում եմ անդրադառնամ ստրուկտուրային, ժամանակին դեռ 1923 թվականին, այդ թվականին ծնվել է եւ պարոն Շահինյան Ալբերտ Շահինյան Հրատ համազգեստիչը, համընկել է, խորհուրդներն են կառավարել տարբեր պետություն, այսինքն հանրապետություններում սովետական միության, բարձրագույն խորհուրդներ են եղել։ Տարիների ընթացքում ինքներդ շատերը, իհարկե կարող ոչ բոլորը, բայց ես տեսնում եմ մարդիկ, որոնք ինձ հետ միասին քայլել են, հասցել է մեզ մոտ միջև եղել է սպորտի նախարարություն, առանձին սպորտի նախարարություն, եղել է սպորտ կոմիտեն կառավարությանը կից, եղել է պետսպորտ կոմիտեի նույնպես, այսինքն ոչ թե կներեք ես կոպիտ չեմ, այսինքն ոչ թե 4 նախարարության կազմում ինչ-որ մի օղակ, այդպես ասենք, որը որ իսկապես դժվարանում է ամեն ինչը առաջներ տանի առաջ հատկապես ֆիզկուլտուրայի եւ սպորտի համար, ես այդպես եմ կարծում, դա իմ կարծիքն է, նորից եմ ասում, դուք ամեն մեկը կիսվեք, եթե համաձայն եք, ասեք այո, եթե չի, ուրեմն մտածենք, որ նա ճիշտ։ Ես գտնում եմ, որ այդ միանգամից եմ ասում, մեր սպորտը, որը որ առաջնահերթ առողջություն է բերում, որը որ բերում է մեր զավակներին հետագա լավ կյանք եւ ընդհանրապես մեր բանակին ուժեղ տղեկ պետք է լինի առանձին օղակ, որ կարողանանք այսենց մեր ծրագրերը տանենք առաջ։ Որովհետեւ տեսեք, մենք դարել ենք մի հատ կներեք կոպիտ տոք չնչի, վինիգրետի մեջ ինչ բան ասեք կա չէ, դրանցից մեկն են։ Շատ ժամանակ տելևիզորով լսում ենք, պետական մարմիններն էլ չեն ասում միջև վերջ բոլոր այդ 4 նախարարության անունը, սպորտը մոռանում են շատ ժամանակ վերջում, քանի որ ես կուզենայի, որ դա առաջին որպես ուղղություն մենք բոլորս միասին գանք համաձայնության եւ դիմենք, միգուցե ոչ թե պարոն Ղազարյան թույլ տվեք մի քիչ ես այլ ձևի չհամաձայնեմ, ոչ թե միայն դիմենք այդ նույն նախարարությանը, որ իրանք հարց լուծող չեն, այդ պետք է դիմի, մենք դիմենք կառավարության ազգային ժողովում օրենքում փոփոխություններ կատարենք, որ կարողանանք հասնել մեր նպատակին։ Մեր կողքի երկրում Վրաստանում ես ձեզ ասեմ, որ 12 տարի պայքար են տարել, 12 տարի ուղիղ եւ վերջապես անցյալ տարի ընդեղ դարավ վերջապես Վրաստանը առանձին մի օղակ սպորտը դարավ սպորտի նախարարությունը։ Այն մեր սիրած հարևանները սպորտն ու երիտասարդությունը սպորտին են միացրել երիտասարդությանը։ Մենք էլ ժամանակին մշակույթի նախարարության կազմում ենք, բայց հետո այսպես շարունակական թուլացանք, եկական, հասանք 4 նախարարության կազմում, որը որ ես պետք է ասեմ իմ էլի նույնպես իմ կարծիքը, ես համարում եմ, որ ճիշտ չէ։ Միգուցե իմ կարծիքը սխալ է, ինձ ապացուցեք, որ ես սխալ եմ։ Ինչ վերաբերում է սպորտին, մենք ունենք, որ բոլոր դեպքերում այս պայմաններում էլ մենք սպորտը ղեկավարում ենք ֆեդերացիաների կողմից, շատերը ֆեդերացիաներն են ներկայացնում։ Պարոն Ղազարյան, ես իհարկե կցանկանայի դուք հրավիրել եք ֆիզկուլտուրայի ինստիտուտի ռեկտորին ներկա լինեին եւ ասեք նախարարությունից մարդ հրավիրել եք, հա, չեն եկել, շնորհակալ եմ, նույնպես քոլեջից լինեին մարդիկ, ես ինչի եմ դա ասում, որովհետեւ մենք մի ընդհանուր գործ աշխատանք պետք է կատարենք։ Ֆեդերացիաները մեզ մոտ շատ դժվարություններով կամաց ստացվում են, կայանում են, կներեք, այդպես է եղել ժամանակին, որ մի ընտանիքի անդամներ իրենց տանը ֆեդերացիա են բացել,
տան գլուխը եղել է ֆեդերացիայի նախագահ, կինը եղել է քարտուղար գլխավոր, տղան եղել է մարզիչ։ Այդպիսի ֆեդերացիաներ այսօր չեն կարող ղեկավարել միջազգային ֆեդերացիաների աշխատանք։ Մեզ պետք են ուժեղ ֆեդերացիաներ։ Ուժեղ ֆեդերացիաները պետք է ստեղծել ձեր միջոցով եւ իհարկե այստեղ հիմա այդ օրենքը որ գործում է, ֆինանսները պետությունից գալիս է ֆեդերացիաների դեպ ձեր միջոցով ծախսվում է եւ նույնպես կազմակերպվում է մրցումները եւ աշխատանքներ են կատարում։ Արդյոք ամեն ինչ տեղին կամ արվում է ճիշտ, բոլոր տեղը չի, որ այո, շատ ֆեդերացիաներ ուզում են լավ աշխատանքներ կատարեն, այստեղ նստած են մարդիկ, որոնց շատ են ես ճանաչում, եւ համահայկական խաղերի ժամանակ ես երբ որ գլխավոր մրցավար էի, փնտրում էի այդ ձերի մրցավարների հետ, դալիչ, որ կարող եմ անցկացնել հանդբոլի մրցումներ, ճիշտ է, թե այստեղ են, չէ՞, բայց այո։ Մենք չունենք ստանդարտին համապատասխան դալիչներ, մենք չունենք այն բոլոր այն միջազգային ստանդարտներին համահավասար դալիչներ, որոնք որ կարողանան մեծ մրցումներ կազմակերպենք։ Գիտեք ինչ, դա հարցի մի կողմն է, ես սպորտը միշտ պատկերացնում եմ մանկապարտեզից, ֆիզկուլտուրան, կներեք սպորտը չէ, ֆիզկուլտուրան ժամանակին ուզում եմ դες հիշացնեմ, սովետական միությունը ուներ եւ իր դրական եւ բացական աշխատանքներ, բայց հիմնականում դրականը ավելի շատ էր հատկապես սպորտում, որ մենք կարողանում էինք շփվենք տարբեր դպրոցների հետ, տարբեր պետությունների, հանրապետությունների հետ եւ միայն ուժեղագույններն էին գնում դրսում մասնակցում Եվրոպայի կամ աշխարհի կամ օլիմպիական խաղերի մրցումներին։ Դա բերում էր ստիմուլ, իհարկե այսօր մի քիչ ավելի հեշտացել է այն առումով, որ հանրապետության չեմպիոնը, հաղթողը միանգամից ձեռքաբերում իրավունք, որ գնա մասնակցի օլիմպիական խաղերին։ Հասկանում եք, որտեղ ա եղել այս տարբերությունը աշխատանքի մեջ, մանկապարտեզներից սկսեցի հիշացնեմ, այն ժամանակ սովետական միությունում անց էին կացնում եւ մանկապարտեզների մրցումներ եւ իշնորհիվ մեր Գյումրի Արաքելյան ունեին, չգիտեմ ով իշիոտ թե չէ, ընդդեղի մանկավարժական ինստիտուտում, ճիշտ է։ Այո, եւ մանկապարտեզների մեջ մեր մանկապարտեզը Գյումրիի դարավ առաջինը, միակ մարդը, պարոն Արաքելյանը, որպես մարզիչ արժանացավ սովետական միության վաստակավոր մարզիչի կոչման, պատկերացնում եք մանկապարտեզի այդ թիմը պատրաստելու համար։ Այսպիսին է եղել մեր անցյալը եւ չի կարելի միանգամից մոռանալ եւ անցյալը, մոռանալ եւ մարդկանց, այն վետերաններին, ով փառք ու պատիվ են բերել մինչեւ այսօր։ Ես դա ասել եմ, պայքարել եմ եւ պետք է պայքարեմ մինչեւ վերջ։ Ինչ վերաբերում է ստրուկտուրային, իհարկե ֆեդերացիաները պետք է լինեն, մենք պետք է ունենանք, տեսեք ինտերնատները, ինտերնատ հասկացողությունը, որ մենք այսօր պետք է չխառնենք ինտերնատ, քոլեջ, միացումը այդ սխալ է եղել։ Ինտերնատում պետք է պարապեն մինչև 18 տարեկանը։ 18 տարեկանից հետո պետք է սովորեն եւ շարունակեն իրենց կրթությունը քոլեջներում եւ սպորտային իրենց վարպետությունը պետք է բարձրացնեն կենտրոնական օլիմպիական կենտրոններում, որը կոչվում է ծոպերը, որը որ կա Ռուսաստանում, որ մենք ոչ մի հատ չունենք, անկեղծ եմ ասում, չունենք այսօր ծոպ։ Ավելին, ես զարմանում էի, երբ որ մեր բարձրագույն դպրոցները հատ փակվեցին, բոլորը հիշում եք, ունեինք այդ դպրոցները, որտեղ հավաքական թիմերն էին ընդգրկված եւ հավաքական թիմերի մարզիչներն էին ընդգրկված։ Ես զարմանում եմ, թե ինչ մատյաններով են այս վերջերս նույն만 գոսորոշ շփվում ադալ նախարարությունն այդ դրանց աշխատավարձները տալի, ավակ մարզիչների մասին է խոսքը, ընդհանրապես այդ դպրոցները փակելու մատյաններ էլ չունեին, չգիտեին ով ինչ մատյանով աշխատում, ով ինչքան երեխա ունի իր մատյանում, որ ոնց է վարձատրվում։ Դա ուղղակի բաց թողում է եղել մեր բոլորիս կողմից, միգուցե եւ իմ կողմից չեմ կարող ասեմ ավելի շատ ում կողմից է եղել, բայց էս է եղել։ Ես պատկերացնում եմ ձևի, որ դլինի կոմիտե,
կառավարությանին գից, այդ կոմիտեն ունենա իր ֆեդերացիաները, իր ինստիտուտը, իր ուսումնարանը, իր քոլեջը, իր կենտրոնները եւ անդադ եւ այո անընդհատ կրթություն։ Ես եթե չեմ սխալվում, ինտեգրացիական այդ ժամանակին մանկապարտեզ, մարզադպրոց, այդ կենտրոններ, հավաքական թիմեր։ Եվ դա իհարկե ճիշտ կլինի։ Ինչ վերաբերում է կադրերին, անկեղծ պետք է լինեն, եկեք դուք ինքներդ ոչ մեկդ մի վիրավորվեք, համեմատեք, այ վերցրեք ամեն մի պաշտոն ու համեմատեք առաջ ով է եղել այդ տեղով, հիմա ով է աշխատում, իր գիտելիքը, իր անցած ճանապարհը։ Տեսնեք, որ մեծ տարբերություն կա, ժողովուրդ ջան, եկեք անկեղծ լինենք։ Արդյոք մեր կրթական բուհերը տալիս են այն որակը, ինչ որ պետք է այսօր միջազգային ստանդարտին, թե չէ, ինչն է պատճառը, ինչով օգնենք այդ մարդկանց, որ կարողանան հասնել այդ միջազգային ստանդարտին։ Եվ ես անկեղծ լինեմ, ինքս եմ վետերան, ես ուզում եմ, որ բոլորս հասկանան, տարիքա գալու է, բոլորս դառնալու ենք վետերան։ Եկեք փորձենք այդ մարդկանց չմոռանանք, ժամանակից շուտ չվիրավորենք, չուղարկենք, այսպես ասենք, սեծ կոպիտ ձևով թոշակի գնան ըստիկ ու տանը, ոչ, այդ մարդկանց կարելի է այլ ձևի օգտագործել, եթե ոչ թե որպես մարզիչ, այլ որպես խորհրդականներ, որպես օգնականներ մարզիչներին, նրանք իրենց ավելի երջանիկ կզգան, էլ ավելի լավ կաշխատեն, էլ ավելի մեծ օգուտ կբերեն, անկեղծ եմ ասում։ Շատերի հետ ես զրուցել եմ այս վերջերս, վիրավորված են, ուղղակի վիրավորված են, որ անցել են ճանապարհ, ունեցել են ժամանակին հաջողություններ, այսօր իրենց մոռանում են։ Օլիմպիական կոմիտեում ես պատասխանատու եմ եւ փորձում եմ ինչ որտեղ մեր վետերաններին չմոռանան, գիտեք ինքներդ, որ այն բոլոր օլիմպիական չեմպիոնները, որ այսօր հրաժեշտ են տվել, այսօր կենթանի չեն, իրենց անունով բոլոր մեր օլիմպիական կոմիտեում, իհարկե մեր նախաձեռնությամբ պարոն Ծառուկյանը հրանգով, մենք այսօր ունենք բոլորի անունով մեդալ, չունենք Իգոր Նովիկովի անունով, նույնպես եղել է, ես ուզում եմ բոլորի ուրախացնեմ նույնպես, որ Իգոր Նովիկովը ինչ քանի մարզաձևից կարող է ուժեղ սպորտսմեններ հրատվել մեր Հայաստանին։ Հասկանում եք, եւ տեսնեիք, թե Նովիկովի զավակները, որոնք ապրում են մեկը Լենինգրադ, մեկը Մոսկվա, զոր տղեկ են, թե ինչ ուրախությունով նամակ էին գրել եւ շնորհակալություն են ասում մեզ եւ մեր օլիմպիական կոմիտեին ազգային։ Հասկանում եք, ամեն մեկս պետք է կարողանանք մի ուղղությամբ օգնած լինենք սպորտին կամ ինչ-որ տարբեր մարզաձևերին։ Ֆեդերացիաները իհարկե բոլորը չէ, որ մասնագետ են լինում, կարա ֆեդերացիայի նախագահ այդ մարզաձևի մասնագետը չլինի, բայց իր տեղակալները պետք է լինեն ուժեղ մասնագետներ, նույնը որպես սպորտ կոմիտեում ժամանակին կարա ոչ շատ ժամանակ մենք ինքներս գիտեինք սովետի վաղ, եթե ռայկոմի քարտուղարին գործից հեռացնում էին, բերում էին նախագահ կամ չգիտեմ ում էին բերում, բայց իրենց տեղակալներն էին ուժեղ։ Հələ համեմատեք ով են աշխատել տեղակալներ, Միխայել Սահակիչպիրյանն աշխատել, Բակուր Մարգարիչն աշխատել, շատ մարդիկ են աշխատել, որոնք որ անուն են թողել եւ սպորտում եւ ընդհանրապես։ Դուք ինքներդ էլ գիտեք, ձեր կյանքը ցույց է տվել, որ միշտ չի որ օլիմպիական չեմպիոնները կամ ուժեղ, ասենք, շատ ուժեղ սպորտսմեններ, աշխարհի չեմպիոններ, Եվրոպայի չեմպիոններ չեն կարող դառնալ մեծ մարզիչներ, դա էլ է լինում, անկեղծ պետք է լինենք, միշտ չի որ դա բերում են միանգամից, ասենք օլիմպիական չեմպիոնին դնում են հավաքականի գլխավոր մարզիչ։ Մեր դեպքում մի երկու դեպք է եղել, մեկ հենց դրանցից Լևոնն է եղել Ջոֆալակյան, որը լինելով եւ օլիմպիական չեմպիոն եւ դառավ լավ մարզիչ, բայց այդպես շատ քիչ է լինում, դրա համար դուք եք հիմնական այ ստեղծողը ֆեդերացիայի, որ գտնեք այդ մարզիչներին, ապահովեք դրանց աշխատանքով եւ աշխատավարձով։ Ասեցին աշխատավարձի մասին, ես կատեգորիկ կերպով դեմ եմ եւ ասում եմ, որ մարզիչը աշխատի մի քանի տեղ։ Ես կողմ եմ, որ մարզիչը այդ 3 տեղի գումարը ստանա մի տեղից բարձր աշխատավարձ
եւ անի իր աշխատանքը։ Այդ դեպքում 3 անգամ լավ կաշխատի այդ մարզիչը, 3 անգամ օգուտ կբերի հայկական սպորտին։ Դա չի լինի, չի լինի եւ բան կրկնողություն մատյանների մեջ, անկեղծ պետք է խոսանք։ Ուզում եք, մենք բան չենք էլի ստուգող օրգան չենք, բայց դուք ինքներդ գիտեք, որ այդպես շատ է լինում։ Եկեք դիմենք այդ խնդրում եմ էտել, որ այնպես անենք, որ մեր մարզիչների աշխատանքը արդեն այդեղ ունեիք, որ համահավասար բոլորինը բարձրացվի եւ կարողանան իրենց ընտանիքները պահեն։ Իհարկե, այդ մասին պետք է մենք այսօր առաջարկություններ եւ ես կուզենայի ամեն մեկը ձեր կարծիքը ասելուս, այո, դրանից մենք կարանք լավագույն կարծիքները, այսինքն գումարենք, դիմենք կառավարությանը անկեղծ լինելով, բայց բոլոր դեպքերում համար մեկ հարցը պետք է լինի, որ մենք այդ 4 նախարարությունից պետք է առանձնանանք, կներեք։ Ինչ եւս մի հարց, որ շատ ժամանակ բավականին մեծ օգուտ էին տալի մեր սպորտին, մեր մարզական ընկերությունները։ Մարզական ընկերությունները հզոր կազմակերպություններ էին իրանց մարզաբազաներով, կասթե սպորտ կոմիտեն կամ նախարարությունը, բայց այսօրվա վիճակում, որ այդ գործարանները չի աշխատում, ոչ մեկը չի ֆինանսավորում դրանց, իրենք այդ միայն մնացել է իրենց մարզիչների աշխատավարձը, որ տալիս է պետությունը, մյուս ծախսերը կատարում են այդ կազմակերպությունները, բավականին մեծ գումարներ է, չեն մնում դրանք, չեն կարում գոյությունը պաշտպանել իրենց։ Պետք է հիշեմ, եթե չլիներ Ռազմիկ Ստեփանյանը, անկեղծ պետք է ասեմ, Հայաստան մարզական ընկերությունը որ կար, այն ժամանակ ինքը կարողացավ հասնել բանին, որ բոլոր մարզական ընկերությունները ֆինանսավորում են, աշխատավարձները ֆինանսավորում են պետության կողմից։ Հասկանում եք, այս վիճակում դժվար է պահել այդ կազմակերպությունները։ Դժվար է պահել, շատ դժվար է, որովհետև բավականին թանկացել է բոլոր ծախսերը, դու հոսանքի, ջրի հարցն է, այնտեղ հողի հարցն է, եկա մեծ գումարներ է գնում։ Պետք է գտնել նոր ձևեր, ինչպես անել, որ միգուցե դրանք դառնան կենտրոններ, որը նույնպես պետությունը կարողանա ֆինանսավորի։ Այդ բոլոր հարցերը պետք է այսօր բարձրացնենք ու լսելով իհարկե ամեն մեկի, ես էլ իմ կարծիքս կարամ 100% ճիշտ չլինի, բայց սա իմ կարծիքն է ուղղակի։ Ես չեմ թելադրում, ես ձեզ հետ ուզում եմ ուղղակի կիսվեմ որպես գործընկեր։ Ես այդպես եմ կարծում, եթե ուզում ենք քայլ առաջ անենք։ Եթե էլի պետք է մնանք նույն տեղը կամ էլ հետ գնանք, ուրեմն այսօրվա մեր հավաքը արժանի չի, որ մենք հավաքվել ենք, բայց ես չեմ կասկածում, որ կգտնենք ճանապարհներ, առաջարկություններ կլինի բոլորի կողմից Դերենք Ավրամյան, ձեր փորձը եւ աշխատանքային